Բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են խաղալ ֆուտբոլ։ Եկան աշխարհի չեմպիոնատ։ Սահմանադրական դատարանում ընտրությունները ֆուտբոլի հետ համեմատությամբ է սկսում բացատրությունների փուլը ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։ Պարզվեց, որ դիմացի կողմը ասելա չէ, որ ասել են ֆուտբոլ, այդքան էլ ֆուտբոլ չի, դա ամերիկյան ֆուտբոլ է։ Ես բերել եմ մարդիկ, ովքեր հագել են սաղավարտներ ու ձեզ ծեծելու են։ Ասում ենք, բայց մենք գնդակը ոտով ենք պարապել խաղալ, ասում չէ, ոտով չկա, ձեռով։ Ասում ենք, լավ, կլի մենք էլ էլի ուժեղ տղաներ ունենք, իրանք էլ կան ֆուտբոլ խաղան ձեր նման, ասում չէ, դուք չեք կարող խաղալ։ Այս սա է տեղի ունեցել։ Օրբելյանի համոզմամբ ընտրությունները տեղի են ունեցել խիստ անհավասար պայմաններում ու հիմա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններից հետո սահմանադրական դատարանում պայքար են մղում ոչ թե հաղթանակի, այլ ընդամենը 4-րդ տեղի համար, որը վաստակել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ըստ փաստաբանի։ Սա առաջին գործն է։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում նման գործ չի եղել։ Միշտ պատմականորեն կարաք բացեք, նայեք։ Խաղարկվել է աշխարհի չեմպիոնի կուբկը, հա, այսպես ասած, գավաթը, միշտ գավաթի խաղարկություն է վիճարկվել այստեղ։ Մենք հիմա ի հավելում են նրան, որ կանոնները ամբողջությամբ խախտված են, վիճարկում ենք փոքր բրոնզ։ Մենք հիմա քննարկում ենք ոչ միայն, որ գավաթը տվեք մեզ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին եւ 59,000 քաղաքացիներ ասում են, մենք այս պահին չենք հավակնում աշխարհի գավաթին։ Այն մենք կգանք կհասնենք այդ գավաթին ինչ-որ մի փուլում։ Մեզ տվեք մեր բրոնզը, փոքր բրոնզը, 4-րդ տեղի համար ավեճ է։ Ընտրողների, կտրոնների և ստորագրությունների թվի անհամապատասխանություն, սխալ լրացված արձանագրություններ ու անթիվ բացթողումներ, որ տեղի են ունեցել, որովհետև այսօր սահմանադրական դատարանում նստած պատասխանող կողմը ծայրահեղ անպատասխանատու է վերաբերվել իր աշխատանքային պարտականություններին, կարծում է ԲՀԿ ներկայացուցիչը։ Այսպիսի խայտառակ աշխատանք կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կատարել։ Առաջին օրը իսկ պարզ էր, որ այդտեղ կեղծված են թվերը։ Արձանագրության մեջ գրված է 100, կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարել է 10, գումարել է 10, թիվը արձանագրել։ Ինչի արդյունքում առաջին արձանագրության կեղծիքի պատճառով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջին արձանագրության թվերով չի հաղթահարել 4%-ը։ Այնինչ թվերը ճիշտ արձանագրելու դեպքում թվերը ոչ թե վերահաշվար կամ ինչ, ուղղակի են արձանագրության թվերը գումարելու դեպքում պարզ էր դառնում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 130 գումարած թվի քանակով ավել էր հավաքել 4%-ի շեմից։ Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 1000-ով տարբերվում են։ Ընտրողների ստացված կտրոնների ընդհանուր թիվը երկու արձանագրությունների միջև 3400-ով տարբերվում են։ Չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը 1000-ով տարբերվում է։ Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշների ընդհանուր թիվը 1000-ով տարբերվում է։ Եվ ամենատաղանդավորը, ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը 9-ով տարբերվում է։ Լավ, առաջին արձանագրության ժամանակ չգիտեին քանի հոգի է ընդգրկված ցուցակներում։ Ընտրություն են կազմակերպում, չգիտեն քանի հոգի է ներառված ցուցակներում։ Ընտրությունների արդյունքները սխալ են ամփոփվել, չի վերահսկվել ձայների հաշվարկը, համոզված է Օրբելյանը։ Պնդում է, որակավորումից պետք է զրկվեն ընտրական հանձնաժողովի անդամները։ Հաշվարկի մեխանիզմներում չկա վերահսկողական գործիքներ։ Անհնար է ստուգել ոնց են հաշվել, ոնց են գումարել։ Այս են դասական անեկդոտի օրինակն է, ասում են, ինչ ուզում ես արա, կարևոր այն ով է հաշվում։ Երբ որ իրենք իրենց անձնական տնական բյուջեն կհաշվեն, ոնց ուզում են թվաղուսակի մեջ լրացնեն։ Հաշվել են, վերահաշվարկել են, անվավեր են համարել ըստ ընտրական օրենսգրքի, վստահեցնում է պատասխանող կողմը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը բացատրում է, թե նորություն չէ անճշտությունների ինստիտուտը։ Կարող է ընտրողը կորցնի իր քվեարկության կտրոնը։ Բազմաթիվ են դեպքերը, որ մենք ունենք դեպք, երբ որ հնարավորության դեպքում մի րոպե փորձել են այդ խցիկում, որտեղ ընտրողը իր քվեարկությունը կատարել է, փորձել են այնտեղ հասկանալ, միգուցե կտրոնը այնտեղ է թողել, որտեղ հետո նորից երկրորդ կտրոն տրամադրելը հնարավոր չի։ Ինչ վերաբերում է, որ քվեաթերթիկի ձևին, լրացման կարգին, անվավեր ճանաչելու հիմքերի մասով փոփոխություն է կատարվել եւ հենց դա է պատճառը, որ քվեաթերթիկների, անվավեր քվեաթերթիկների թիվը քառապատկվել է։ Անվավեր քվեաթերթիկների հետ խնդիր չկա, ասում է ԿԸՀ նախագահը։ Դա էլ է նորմալ պրակտիկա։ Ընտրողների ազատ կամքն է քվեաթերթիկը դարձնել անվավեր։ Ընտրողների մի զգալի մաս
այդպես իր քաղաքական կամքները արտահայտել։ Այսինքն անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողները իրենց քաղաքական կամքներին արտահայտել։ Սա բերել ներկայացնել որպես, չգիտեմ, մտրական, վարչահայության, խախտում կամ այսպես կներեք, ընտրողն է որոշում ինչպես վարվել իր քվեաթերթիկի հետ։ 30 տեղամասի դեպքում ուղղակի սխալ է հաշվարկված։ Ուղղակի կա ստորագրությունները, կա դիմողի հաշվարկը, ոնց է հաշվարկի կատարվել, ենթադրում եմ, որ երևի արհեստական ինտելեկտով է հաշվարկը կատարվել, չգիտեմ, վերսիայի տարբերությունն է եղել, անվճար վերսիա է եղել, վերջը, թե ոնց է դա տեղի ունեցել, ես չգիտեմ։ Բոլոր անճշտություններն ունեն պատճառներ՝ լարվածություն, կուտակումներ, տեխնիկական խոտաններ, թվարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Կա ընտրողների այսպես կուտակում, այսպես ասենք, այսինքն տեղամասում ընտրողները շատ են, հանձնաժողովը աշխատում է լարվածության պայմանում, լինում է դեպքեր, երբ որ տեսնում ես, որ ընտրողը տեխնիկական սարքի մոտ գրանցվում է, եւ քանի որ այնտեղ ցուցակի մոտ ցուցակը սպասարկող հանձնաժողովականը զբաղված է, ինքը ուղղակի շրջանցում մոտենում է միանգամից քվեաթերթիկները եւ ծրարը տրամադրողին։ Այսինքն հատուկ են դեպքեր 2000 տեղամասերում, որ կարող են նման դեպքեր լինել, կան եւ դրա համար կա ընտրական օրենսգիրքը, որ այդ ամենը հաշվարկվի։ Եվ դրա համար ընդհանրապես անճշտությունների ինստիտուտը դա խախտումների, թերությունների ազդեցության գնահատումն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամեն ինչ է արել մազաչափ թերություն թույլ չտալու համար, վստահեցնում է Հովակիմյանը։ 2005 ընտրական տեղամասերից Պարսիդատարան 637 կամ 32%-ում իրականացվել է վերահաշվարկը։ Մեծ մասը իրականացվել է ուղղակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հանձնարարականով, որ ցանկացած շահագրգիռ կողմից, անձի կողմից որևէ թեկուզ մազաչափ կասկածի դեպքում լավ իրենք չեն կարողացել, չեն հասցրել, իրավաչափ դիմում չեն ներկայացրել, բայց մեր հանձնարարականը եղել է անդրադարձային ընտրական հանձնաժողովներին ոչ մի կասկած չթողել չփարատված։ Մազաչափ թերություններ, որ եղել է, տեղում են ինչ-որ խնդիր եղել է, դա անմիջապես բարձրաձայնվել է ու մենք բոլոր նման դեպքերի հետևից գնացել ենք։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուղղված Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնական դիմումը 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն իրականացնելու պահանջը ոչ օրինաչափ է համարում ԿԸՀ նախագահը։ Եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցկացնելու մասին։ Որպեսզի ԲՀԿ-ն հաղթահարի 4%-ի շեմը, անհրաժեշտ է 58308 ձայն, ասում է Հովակիմյանը, բայց իր բնորոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը այլ է եղել։ Ես չեմ ասում, ես ընկալում եմ այդ հույզերը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը այսպիսին է, թվային արտահայտությունը այսպիսին է, եւ սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Վերաքվեարկություն չի կարող լինել մի միջավայրում, որտեղ հայտնի են ընտրությունների արդյունքները, պնդում է Հովակիմյանը։ Եթե տեղամասի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելը չի փոխում հաղթողին, մանդատների բաշխումը, ընտրական շեմի հաղթահարման հարցը կամ առաջացնում ընտրությունների այլ իրավական հետևանք, ապա այդ դեպքում վերաքվեարկությունը կարող է չծառայել վերջնական իրավական արդյունքի վերականգնմանը, այլ միայն ստեղծել նոր քաղաքական եւ իրավական ռիսկներ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունում 7 քաղաքական ուժերի սահմանադրական դատարան ներկայացրած բոլոր դիմումները։ Պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ներկայացված դիմումների բոլոր 7 դիմումները ամբողջությամբ։ Գտնում է, որ վիճարկվող որոշումը մեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վիճարկվող որոշումը իրավաչափ է։ Կայացրել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմամբ, ուստիև խնդրում ենք դիմումները մերժել, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1406 2026 թվականի 259A որոշումը թողնել ուժի մեջ։ Բարձր դատարանում խոսքի իրավունք են ստանում դատախազության, որպես երրորդ անձ ներգրաված քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները։ Բարգավաճ Հայաստան Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ ռեֆորմիստական կուսակցության 10-ից 11